Պարոն Միքայելյան, ինչ օր է այսօր ձեզ համար։ Այսօր երկրապահովն է, հարցից օգտվելով ես ուզում եմ շնորհավորեմ բոլոր երկրապահներին, դիրքերում կանգնած տղերքին, մեր բանակին, մեր ժողովրդին։ Այսօրը նաև խորհրդանշական Շուշիի ազատագրման օրն է։ Շուշիի օպերացիան ինչ տվեց մեր հաղթանակներին եւ այսօր արդյոք արժեզրկված չէ ձեզ այդ հաղթանակը։ Դա այդ հարցը կտակ ուրիշ տեղ, ինչ վերաբերում է Շուշիին, ես իմ Շուշիի ազատագրման գիտեք ես էլ եմ մասնակցել 92 թվականին, վիրավորվել եմ եւ իմ երջանիկ օրերից մեկն էլ է Շուշիի ազատագրումը եւ մեր առաջի շքերթը։ Մենք երկրապահներս այն ժամանակ էլ հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, այսօր էլ Վազգենի թողած պատգամն ենք տանելու, մինչև վերջել կտանենք։ Հիմա երբ Շուշին չկա։ Մեր րոպե։ Եթե երկրապահի շրջանակներում հարցեր ունեք տվեք։ Չքաղաքականություն լինելու է, այստեղ երկրապահների շրջանակն է, որտեղ երկրապահների մեծ մասը մենք ձեր գալուց առաջ զրուցում ենք, ասում էին հարսանիք լեռներում պիտի լինի եւ Արցախը պիտի կրկին ազատագրվի։ Բայց այդ գիտես ինչից եկա հարսանիք լեռներում։ Հա ինչ համար են այդ օպերացիան անվան է հարսանիք լեռներում։ Վազգեն Սարգսյանը։ Ինչ համար։ Ազատագրելուց հետո կամուսնանար պետք է։ Այո, ավրեք։ Հիմա երբ Շուշին չկա, ինչպեսին եք տեսնում։ Եթե մի քիչ խելոք լինենք, այսօր մենք կարողանանք համախմբենք ազգովի, դեռ ճամփա ունենք հասնելու։ Պետք չի քաղաքականացնել, պետք չի ուրիշ բաների ուղղությամբ տալ։ Ասում են դուք լռում եք շատ հարցերում, որ Ես չեմ լռում, ես դիրքերում որոնում եմ։ կառավարությունը հատկացում էր արել երկրապահի ասեք ինչի համար է արվել եւ դա էլ քննարկվել։ Կառավարությունը հատկացում չարե, բանակն է հատկացում արե, երկրապահը, դե նկատ ունես վարչապետը բանակ է, նախարարություն է պաշտպանության։ Պարոն Միքայելյան 92-ին ավելի քիչ Հատկացում է մենք գիտեք 20 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում ենք Արցախյան ազատամարտում երկրապահ 4000 հոգու մասնակցել է Արցախում 7-9 ուղղությամբ տվել ենք 74 113 վիրավոր եւ մենք գիտեք այսօր պատանի երկրապահներ ենք որ երեխաներ ենք պատրաստում վաղը որ զինվոր դառնան դրա համար եւ մենք մինչեւ այսօր էլ շատ ու գիտեք որ այսօր երկրապահները շատ անձինք ծերացել են, շատ սոցիալական խնդիրներ ունեն, շատ խնդիրներ ունեն եւ դրանցով ենք զբաղվում նաեւ։ Գիտեք տարեկան մենք ամեն տարի ճամբար ենք բերում, ճամբարը գտնվում է բանում Մարտունիում տարեկան 1500-ից 2000 երեխա են հանգստանում, ճամբարը սովորական ճամբար չի, ռազմականացված ճամբար է, ոնց որ բանակի առօրյա նույն ձևի մեր երեխաներն են զբաղվում, որ հետո